Մարդիկ իշխանությունը չեն կարողացել կիսել ոչ այն ժամանակ, ոչ հիմա։ Որովհետև բացահայտ ասել են, թե չեն ասել այդ մասին, եղել է ներքին պայմանավորվածություն, որ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը միմյանց կփոխանցեն իշխանություն, ինչպես դա եղավ Ռուսաստանում Պուտին-Մեդվեդև կոմբինացիայով։ Բայց դա Հայաստանում չի եղել։ Դուք հիշում եք Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերջին օրերը։ Կարծում եմ լավ եք հիշում։ Ինչպես իշխանությունը փոխանցվեց Սերժ Սարգսյանին։ Արժանի էր Սերժ Սարգսյանը նման կերպ իշխանության գալու մարտի 1-ով։ Սերժ Սարգսյանի պատասխանը եղավ 2015 թվականի սահմանադրություն փոխելը, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը այլևս չկարողանա առաջադրվել։